Արագ մի բան ասեմ, սիրելի հայրենակիցներ, բոլոր այն դեպքերում, երբ որ փորձ կկատարվի խառնվել ընտրական process-ների մեջ, լինի դա կաշառք տալու, թե կաշառք վերցնելու դեպքում իրավապահները շատ խիստ գործելու են։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, անկախ նրանից, թե դուք խոսեք փակ կապով, բաց կապով, Telegram-ով, WhatsApp-ով, Instagram-ով, Signal-ով, Zang-իով, Viber-ով, որևիցե այլ միջոցով աղունիկ կուղարկեք, չգիտեմ, Max հավելվածով կխոսեք, բոլոր այդ դեպքերում այդ գործընթացը հայտնի է դառնալու եւ կաշառք վերցնելու համար մինչեւ 7 տարի ազատազրկում է նախատեսվում։ Ինչպես նաեւ կաշառք տալու համար նախատեսվում է 8 տարի ազատազրկում։ Ասեմ ավելին, անկախ նրանից, թե այդ կաշառքը ինչ տեսք կունենա, լինի դա հեռուստացույց, քյաբաբ, լինի դա գումար, ռուբլի, դրամ, դոլար, բիթքոին, այլ արտարժույթ, անկախ դրանցից որևիցե ձևով այդ գործընթացները դառնալու են իրավապահներին հասանելի։ Ասեմ ավելին, նույնիսկ եթե դուք բնակվում եք արտերկրում եւ կարծում եք, որ արտերկրում գումար վերցնելիս դուք ինչ-որ բանով ապահովագրված եք, նույնպես սխալվում եք։ Հայաստան ժամանելիս, լինի դա ցամաքային սահմանով, թե օդային ճանապարհով, անցակետում ձեզ ամենայն հավանականությամբ հրավիրելու են զրուցելու։ Ուստի խնդրում եմ զերծ մնալ հայաստանյան ընտրություններին նման ձևով, անօրինական ձևով խառնվելու փորձերից։ Հետո չասեք, չենք ասել։